Հրապարակ թերթը գրում է անցած ամիսներին խոսակցություններ կային, որ մեր ձևովի վարչապետի թեկնածուն հնարավոր է լինի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը։ Թերթի տեղեկություններով Կարապետյանը սակայն չի կարող առաջադրվել, նա վարչապետի թեկնածու առաջադրվելու ցենզին չի համապատասխանում։ Մասնավորապես վերջինս խախտել է 1 տարվա ընթացքում 6 ամիս ռեզիդենտ լինելու Հայաստանում ապրելու ցենզը, ընդ որում տևական ժամանակ պահպանել է, իսկ վերջերս գուցե անգամ միտումնավոր խախտել, որ անհաղթահարելի խոչընդոտ ձևավորի եւ անհնարին դարձնի իր առաջադրումը։ Գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է նախնական որոշմամբ փետրվարի 15-ին տեղի կունենա քաղաքացիական պայմանագրի համաժողովը, որի ընթացքում նախնական կձևավորվի քաղաքացիական պայմանագրի ցուցակը։ Համաժողովի 1000 պատվիրակները 50 հոգու են ընտրելու, գրանցված 280 թեկնածուների ցանկից։ Պատգամավորության համար առաջադրվել էր 380 անձ, որոնք նախ ֆիլտրվել են վարչության կողմից, 100 հոգի կտրվել է քննությունից, գրանցվել է 280 թեկնածու։ Համաժողովի յուրաքանչյուր պատվիրակ կարող է 50 հոգու ընտրել, ըստ այդմ էլ կձևավորվի նախնական ցուցակ։ Սակայն քանի որ Փաշինյանը որոշել է ժողովրդավար երևալ, բայց նաև ցուցակը կազմելու հարցը չթողնել շարքայիններին, ուստի խորամանկ սխեմա է մտածել։ Սկզբում համաժողովը կընտրի 50 առաջին համարներին առանց ցուցակը կազմելու, ապա կլինի երկրորդ փուլ։ Մի համաժողով կամ համագումար էլ կանեն, հավանաբար մարտի կեսերին եւ կրկին պատվիրակներն ընտրություն կանեն, բայց միայն առաջին 50 թեկնածուների միջև, որպեսզի նախ վարչապետի թեկնածուին որոշեն։ Գրում է թերթը։ Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով այս օրերին իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցությունում իսկական մրցավազք է սկսվել։ ԿՊԱ-ականները պետք է շատ ակտիվ աշխատեն իրենց ռեյտինգի վրա, որպեսզի կարողանան կուսակցական 1000 պատվիրակներից ձայն հավաքել։ ԿՊԱ-ականները տարբեր մարզերում պետք է կուսակցության ակտիվին համոզեն ձայներ տալ իրենց։ Թերթի տեղեկություններով ցուցակում ընդգրկվելու համար ԿՊԱ-ականները պետք է 1000-ից մոտ 400-ից 500 ձայն հավաքեն։ Թերթի տեղեկություններով նախնական որոշված է, որ կրկին ընտրվելու է 1000 պատվիրակ եւ 3 օր շարունակ ուղիղ եթերի ռեժիմով տեղի է ունենալու ներքին ընտրություն, այսինքն ԿՊԱ-ական պատվիրակները գալու են եւ ուղիղ եթերում ընտրելու են այն անձանց, ովքեր պետք է ձևավորեն քաղաքացիական պայմանագրի 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների վերջնական ցուցակը։ Գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է քաղաքացիական պայմանագրում ըստ ամենայնի որոշել են պատգամավոր Հայկ Սարգսյանին ոչ միայն գծերից գցել, մերժել պատգամավորական թեկնածության հայտը, այլև իրավական գործընթաց սկսել նրա նկատմամբ։ Հովիկ Աղազարյանի գործով դատական վերջին նիստի ժամանակ մեղադրող դատախազը հնչեցրել է նաև Հայկ Սարգսյանի անունը, մասնավորապես ոչխարների վերաբերյալ կաշառքի հայտնի գործով նիստին հեռախոսային խոսակցությունների վերծանություն է ներկայացրել դատարանում, որտեղ ոչ այնքան Աղազարյանի անունն է հիշատակվել, որքան Հայկ Սարգսյանի։ Պարզվում է գործող անցնող Սլավիկ Կարապետյանն իր աներոջ Աշոտիկ Կամավոսյանի հետ հեռախոսազրույցում հիշատակել է շիշ բռնողի անունը, ասել, որ Սլավիկ Պողոսյանի հետ գնացեք, Սևանում Աղազարյանի հետ հանդիպեք, ապա հավելել է, որ շիշ բռնողն էլ է այնտեղ լինելու, նախկինում ոչխարների թեմայով ինքն է զբաղվել։ Գրում է թերթը։ Իրավունք թերթը գրում է Բաքվի գերությունից վերադարձած Վագիվ Խաչատրյանը դեռ հիվանդանոցում է, հիվանդանոցային բուժման կարիք դեռ ունի։ Այս մասին թերթին պատմել է նրա դուստրը Վերա Խաչատրյանը։ Հայրիկը բարձր տրամադրություն ունի, կարոտած է շատ, մեզնից է հարցնում, նրան հետաքրքիր է ամեն ինչ, գերությունից բացարձակ չենք խոսում, ոչ ինքը, ոչ մենք այդ թեման չենք արծարծում, էական փոփոխություններ հայրիկիս մոտ չենք նկատում, ուղղակի ծերացել է շատ, աչքերում էլ խորը թախիծ կա, պարբերաբար աչքերը լցվում են։ Թերթին ասել է Վագիվ Խաչատրյանի դուստրը։ Գրում է թերթը։